Փառք մեր Տեր Աստծուն, ամեն, այնքան քաղցր Աստծո ներկայությունը, գիտես, մինչև կնստես կուզեմ մի կարճ sense բան ասեմ, հետո նոր նստես, հավատում ես, չէ, որ Աստծո ներկայությունը քանակի հետ կապ չունի, Աստծո ներկայությունը, Աստված գիտես ում է սիրում, ասում Աստված սիրում է հոգով ու ճշմարտությունով երկրպագողներին, ամեն, դրա համար հոգով ու ճշմարտությամբ երկրպագողների մեջ եղի ու Աստծո ներկայությունը կվայելես, ամեն, շուռ արի կողքինի տասա վայելի Տիրոջ ներկայությունը ու կարաս նստեք Տիրոջ քաղցր ներկայության մեջ, հալելույա, Տերը առատորեն օրհնի ձեզ, Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ողջունում եմ նաև մեզ համացանցով դիտողներին, Տերը ձեզ շատ օրհնի։ Քաղցր ժամանակներում ենք ապրում, ժողովուրդ ջան, շատ քաղցր, հիանալի ու հիասքանչ ժամանակներում մեկի համար դժվարին ժամանակներ են, մեկի համար օրհնության ժամանակ, մեկի համար, չգիտեմ, սովորելու ժամանակ, մեկի համար փախնելու ժամանակ։ Գիտեք, այսօր մի քիչ խոսելու ենք ժամանակների մասին, ու այն Տերը ինչ խոսքը որ դրել է սրտիս, փորձելու եմ առանց որևիցե մի մարդկային միջամտության հասցնեմ քեզ։ Իմ ամենասիրած բանն է, որ դու թույլ եմ տալիս, որ Տերը անի նենց, ոնց որ ինքը անում է։ Դրա համար ամեն ծառայությունից առաջ, ամեն հենց բեմ բարձրանալու առաջ այնտեղ ասում եմ, թող Կարենը մեռնի, ամեն ծառայության առաջ, ամեն բեմ բարձրացողին էլ եմ խորհուրդ տալիս, հենց որ ոտը դնեք բեմին, չասեք Կարենը մեռնի, հենց քո անունը կասես, թող այս մարդը մեռնի, չգիտեմ, թող այս մարդը թող իմ եսը մեռնի ու Սուրբ Հոգին գործի, ամեն, որ մարդկային ոչ մի բան չեղնի, ու կանգնի Տիրոջ ներկայության մեջ ու թող Տերը քո միջոցով խոսա, կապ չունի դու երկրպագում ես, զոհաբերություն ես խոսում, փառաբանում ես, հա թե ուղղակի հայտարարություն ես տալիս, որ Աստծո հոգով ես հայտարարություն տալիս, այնց զորավոր է եղնում, որ գիտես, մեկը նենց չկա, որ հանգարց չլսի ու չհասկանա, որ Աստծո ներկայության մեջ Աստծո զորությունով հայտարարություն ես տալիս, ասում ես ուշադրություն, այդ մարդը արդեն ու ուշադրության բարի համար ուշադիր է։ Դրա համար այս խոսքը որ կուզեմ խոսամ, կխնդրեմ չափազանց ուշադիր եղնես։ Որովհետև այս խոսքը մարդ ամեն մարդու համար յուրովի է։ Մեկը կա կվերցնի իր համար մի բան, մի ժամանակի հատված, մյուսը կվերցնի մի ժամանակի հատված, ու հենց այդ ժամանակի համար խոսալու եմ։ Գիտես ինչ եմ անում վերնագրը։ Դու քո ժամանակը կամ հակառակը, քո ժամանակը դու ոնց ուզում ես մտածի, քո ժամանակը դու։ Գիտեք, այս վերջերս ես նայում եմ շատ իրավիճակների, նայում եմ տարբեր տարիքի մարդկանց ընթացքին, ու գիտեք, փոքր երեխեքի համար միևնույն է ինչ ժամանակ է։ Դենցա թե չէ։ Ժողովուրդ, հիշում եք կար մի ժամանակ, որ մենք միշտ ասում էինք, հալալա սրանց, ոչ մեղք ունեն, ոչ խելք։ Այն փոքր տարիք երեխեքի համար ենք ասում, այ մարդ, ոչ խելք ունեն, ոչ մեղք։ Առավոտ լույսը բացվի, վազեն հայատ խաղան, իրիկունը կան շորերը ճղած, կեղդոտ, այն լողացնենք, պարգենք, քնացնենք, իսկ հաց ուտելու էլ չկա։ Մեկը ձեն ես տալի, արի հաց կեր, այ բալա արի հաց կեր։ Մենք մեր երեխուն հազիվ ենք կանչում հաց ուտելու։ Բայց գիտես, այդ իր համար իր ամենաերանելի ժամանակն է։ Ու գիտես, այն ժամանակն է, որ դու ջղայնանում ես, դե մի քիչ քեզի հավաքած բայ, դե մի քիչ քեզի հավաքած բայ, ասեմ քեզ, այդ ժամանակը անցնելու է։ Այդ ժամանակը անցնելու է։ Էլ ինքը փոքր չի եղնելու, էլ ինքը մեծանալու է։ Ու հետո գիտես ինչ ես անելու։ Նստելու ես նայես իր փոքր նկարներին, որ ինքը հիմա տեղետ ասեն 20-25 տարեկան է, նայելու ես իր այն մի քանի ամսական նկարներն ու սկսելու ես լացել, կարոտելու ես այդ ժամանակներին, բայց այդ ժամանակները արդեն անցել են, այդ ժամանակները արդեն չեն եղնելու։ Ես ուզում եմ խոսամ մի հատ կարևոր ժամանակի մասին, սիրելիս, որ ես ու դու հասկանանք Աստծո ժամանակները մեր կյանքի համար։ Մենք ունենք ամեն բանի համար ժամանակ, հաց ուտելու ժամանակ, քնելու ժամանակ, շփվելու ժամանակ, չգիտեմ, ման գալու ժամանակ, ամեն ինչի համար ժամանակ ունենք։ Բայց Հիսուսը մի հատ կարևոր բան է ինձ ու քեզ ասում։ Սելիս, հավատում ես, որ Հիսուսը ինչ որ ասում էր կարևոր էր։ Նայեք, մի հատ կարևոր ժամանակի համար ասում, մի ժամվա համար։ Ասում է, դեղեք մի ժամ չեք կարա իմ հետ անցկացնեք։ Այդ մի ժամ ժամանակի իմ համար չունեք։ Այդ մի ժամ ժամանակի իմ համար չունեք, որ աղոթքի կանգնեք, նուժել այդ ժամանակը չկա ժողովուրդ։ Հովիվ ջանը նենց է բարտացե, Աստվածաշունչ չեմ հասցնում կարտամ, չեմ հասցնում աղոթեմ, ծառայության խիչ ես գալիս, գործերս ենքան է շադացել,
Բարտացել է, դժվարացել է, սմենջիկ չունեմ, ինձ փոխարինող չկա, ես չեմ կարող գամ։ Ու սենց նստում հասկանում ես, սենց ուզում ես փորձես հասկանալ, ասելի լավ, օրինակ դու այս ժամանակի մեջ կամ այս մարդուն ինչ խորհուրդ կտայիր։ Իմ համար երկնքի առկայությունը առաջնային է։ Իմ համար Տիրոջ գործը առաջնային է։ Գիտես խեմ դենց ասում, որ Աստվածաշունչ կարտաս ընդ է հստակ գրված է, ես չեմ ասում, Աստծո խոսքն է ասում, ես է վստահ եմ ասում, որտեվ Աստծո խոսքից եմ ասում, ասում է սկզբից երկնքի առկայությունը փնտրեք, մնացածը կտրվի ձեզ, ես չեմ չէ ասում, Տիրոջ խոսքն է ասում, ամեն, կարաս ասես ամեն, որտեվ ինչ ասում եմ, Տիրոջ խոսքից եմ ասում, ես չեմ ասում, ասում է սկզբից երկնքի առկայությունը փնտրեք, մնացածը կտրվի ձեզ, այսինքն սկզբից ունեցի այն ժամանակը, որ դու տաս Աստծուն, որովհետև Աստվածը քեզ այդ ժամանակը տվե, այն մնացածը Աստված քեզի կտա։ Գիտեք, քանի վկայություններ ունեմ, կոնկրետ իմ հետ կապված, ուրիշ մարդու համար չասեմ, կոնկրետ հենց իմ հետ կապված քանի վկայություն ունեմ, որ ժամանակին նայելով, իրավիճակներին նայելով, նույնիսկ ֆինանսներին նայելով, ես չէի կարող ինձ թույլ տալ սովորեի օրինակ Աստվածաշնչյան դպրոց։ Բայց հետաքրքիրը գիտեք ինչն էր, ամենակարևոր բանը, Աստված քեզ իմաց սենց կարճ ժամանակ է տալիս։ Այդ ժամանակի անունը դրել եմ որոշման ժամանակ։ Միած սենց կարճ ժամանակ է, այդ ժամանակը որոշման ժամանակն է, որ դու որոշում ես, ինչ էլ ուզում է եղնի, Տիրոջ հետևից պետքա գնամ, ինչ ուզում է եղնի, ես այս Աստվածաշնչյան դպրոցը պետքա սովորեմ։ Չգիտեմ, աշխարհն էլ շուռ գա, ես պետքա Աստվածաշնչյան դպրոցը սովորեմ։ Ու գիտեք ինչ անում, աշխարհը շուռ է գալիս։ Մեկ էլ ասում են այն գործը, որ պետք է աշխատես, էլ չկա, այդ վերացել է, որտեվ աշխարհը շուռ է եկե, կովիդ է եկե արդեն, իրավիճակներ է, չգիտեմ, պատերազմներ է, ինչ որ իրավիճակներ է, աշխարհը շուռ է եկե։ Հետո ասում ես, ես ինչ կատարվավ, դու ես չէ ասում, աշխարհն է շուռ գա, ես պետք է Աստվածաշնչյան դպրոց սովորեմ։ Ոչ թե քո ասածի հիմա վրա է այդ ամեն ինչ եղել, որ Աստված ցույց է տալիս, որ ես ու դու ունենանք այդ ժամանակի գիտությունը, ու առաջնայինը այն ինչ նոր իրանն է։ Հանկարծ ոչ մի բանի հետ չփոխենք։ Դու ինչ-որ բան ստանում ես։ Հալելույա։ Քո ժամանակը դու։ Հիմա կուզեմ իրար հետ մի տեղ նայենք Աստվածաշնչյան։ Ժողովող 3-րդ գլուխ։ Այստեղ հետաքրքիր ժամանակների մասին է խոսում։ Ժողովող 3-րդ գլուխ, առաջին խոսքից։ Ամեն բանի ժամանակ կա։ Դենց է գրված, ամեն բանի ժամանակ կա և ժամանակը երկնքի տակ բոլոր ձեռնարկության։ Այսինքն ամեն ինչի համար ժամանակ կա, երկրի տակ, ասում ես երկնքի տակ, այս ինչը որ կա, այս ամեն ձեռնարկության, այս ամեն ինչի համար ժամանակ կա, այսինքն Աստված քեզի ամեն ինչի համար ժամանակ ա տվել։ Տեսեք, ես չեմ ասում, չէ, որ ամեն բանի համար ժամանակ կա։ Ճիշտ է։ Ես չեմ, չէ ասում։ Բա ուզում եմ քեզ մի հատ հարց տամ, բա դու խի ես ասում ժամանակ չկա։ Բա խի ես ասում, երբ որ քեզ հարցում են, եկեղեցի խի չես գալի, խի ես ասում ժամանակ չկա։ Այ մարդ, չեմ ուզում ասեմ հերիկա խապես, որտեղ Աստվածաշունչը հստակ ասում է, ամեն բանի համար ժամանակ կա։ Ամեն բանի համար ժամանակ կա։ Սելիս ուրեմն ամեն ինչի համար ժամանակ ունենք, Աստծո համար չէ։ Աստծո գործի համար ժամանակ չունենք։ Ավելին ասեմ, եթե չունես, ուրեմն ժամանակի գերի ես դառը։ Ծառայում ես ժամանակին, ոչ թե ժամանակը քեզ։ Ֆիքսի մոդդ։ Եթե ժամանակ չունես Աստծո համար ժամանակ տալու, ուրեմն ծառայում ես ժամանակին, ոչ թե ժամանակը քեզ։ Երկրորդ խոսքում տեսեք ինչ ասում Աստծո խոսքը։ Ծնելու ժամանակ եւ մեռնելու ժամանակ, տնկելու ժամանակ եւ տնկածը պոկելու ժամանակ, սպանելու ժամանակ եւ բժշկելու ժամանակ, քանդելու ժամանակ եւ շինելու ժամանակ, լալու ժամանակ եւ ծիծաղելու ժամանակ, սգալու ժամանակ եւ պարելու ժամանակ, քարեր դեն գցելու ժամանակ եւ քարեր ժողովելու ժամանակ,
Գրկելու ժամանակ եւ գրկից հեռացնելու ժամանակ, որոնելու ժամանակ եւ կորցնելու ժամանակ, պահելու ժամանակ եւ դեն գցելու ժամանակ, պատարելու ժամանակ եւ կարելու ժամանակ, լռելու ժամանակ եւ խոսելու ժամանակ, սիրելու ժամանակ եւ պատժելու ժամանակ, ներողություն, սիրելու ժամանակ եւ ատելու ժամանակ, պատերազմի ժամանակ եւ խաղաղության ժամանակ, ամեն բանի համար ժամանակ կա։ Այս կարճ խոսքերի մեջ, այս 8 Աստվածաշնչյան այս 8 խոսքում, այս բոլոր բնագավառներին կբնում է Աստծո խոսքը։ Բոլոր բանի ժամանակների համար կբնում է Աստվածաշունչը, բոլոր բնագավառների։ Սելիս, ուզում եմ հարցնեմ քեզ, ուզում եմ, որ իրար հետ մտածենք, իրար հետ հասկանանք, ինչ ժամանակի մեջ ենք ես ու դու։ Գիտես, այսօր մեկի համար, մեկի մոտ խոսելու ժամանակ է, մյուսին է լռելու ժամանակ։ Այս բանը ես խոսում եմ, դու լսում ես։ Բայց հեսա գիշնենք հագարակը կեղնի, ծառայությունը որ վերջանա, դու կխոսաս, ես կլսեմ։ Ամեն բանի համար ժամանակ կա, սիրելիս։ Ու շատ կարևոր է, որ ես ու դու ունենանք այդ ժամանակի գիտությունը, հասկանալու թե ոնց է պետք ճիշտ օգտագործել ժամանակը։ Մի եղբոր հարցնում եմ մեր եղբայրներից մեկի մասին, ասում եմ, այս եղբորից ինչ նորություն ունես։ Ասում եմ, ագին ժամանակը չեմ խոսացել, չեմ զանգի։ Ասում եմ, բա խիղի չէ զանգի։ Ասում եմ, հովիվ ջան, զանգում եմ։ Ասում եմ, մի հատ ասում եմ, ոնց ես ու պրծավ։ Ասում եմ, հերթ չի տալիս։ Ասում եմ, լրիվ ամեն ինչից խոսում է։ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, ասում եմ, բոլոր երկրներից, բոլոր իրավիճակից խոսում է, Աստծո խոսքից ոչ մի բան չի խոսում։ Ասում եմ, մի հատ չի հարցնում դու ոնց ես։ Ու այդքանից հետո ասում է, այդքանը որ պատմում է, մի 30 րոպե, երբ որ ինքը պատմում է, ասում է, այդքանից հետո ասում է, այս կանը լսելուց հետո ոնց պետք է եղնեմ։ Երբ որ եղբայրները ինձ հարցնում են, ասում եմ, օրինակի համար, ծխելու բնագավառից, խմելու բնագավառից, երբ որ խոսում են, ծխելու, ասում եմ, մարդ ոնց կարա չծխի, ասում եմ, ոնց որ ես, կարամ չէ իմ համար ասեմ, մարդ ոնց կարա չխմի, ասում եմ, ոնց որ ես գիտեմ, ես ինձ չեմ քարոզում, սիրելիս, իմ մասին չեմ խոսում, ես Աստծո գործի մասին եմ խոսում, որ երբ որ ես ու դու ճիշտ ենք օգտագործում մեր ժամանակը, այսինքն կա որոշման ժամանակ, որ դու կանգնում ես Տիրոջ մեջ, որոշում ես, որ էլ չես անելու, բայց եղբայրներ կան, ցավով եմ ասում, եկեղեցում ու ոչ միայն մեր եկեղեցում, որ կանգնում են ու փոխանակ պետքա որոշեն, որ էլ չեն ծխելու, որոշեն, որ էլ չեն խմելու, ասենց որոշում են, որ վաղվանից չեն խմելու, որոշում են, որ էլ վաղվանից չեն ծխելու, ու հաջորդ օր ասում են, դե ես ասել է, չէ, վաղվանից, ու այդ վաղը ամեն օր կա, վաղը վաղն է, երբ որ վաղը կարտնանաս, կասես, ես ասել էի, վաղվանից չեմ ծխելու, չէ, հենց այսօր ու հենց հիմա, ու ոչ թե էմոցիաներով, այլ Աստծո խոսքով, ու ոչ թե էմոցիաներով, այլ ինձ զորացնող Քրիստոսով, ես չեմ ասում, Աստծո խոսքն է ասում, գիտես ինչ ասում, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով, հալելույա։ Ու գիտես փոխանակ մեր քույր ու եղբայրները վերցնեն այս խոսքը, որը որ կտանի շնորհքի, որը որ կտանի փրկության, գիտես ինչ, կարան ամեն անշնորհքություն անեն ու ասեն ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, Աստված անշնորհքության համար չի զորացնում։ Աստված քեզ չի զորացնում, որ դու անշնորհքություն անես ու ասես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Դա սատանայի սուտն է։ Այդ տողերի տակը կարա գրի, ասենք ստորագրվի, Սատանա։ Կամ Լուցիֆերովիչ։ Հալելույա։ Դու այստեղ ես։ Փառք Հիսուսին։ Քաղցր ու զորավոր Աստծո ներկայություն կա։ Հալելույա։ Տեսեք ինչ ասում Աստվածաշունչը։ Սաղմոս 90 12-րդ խոսք։
սովորեցրու մեզ, որ այնպես համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք։ Մեկ այլ թարգմանության մեջ ուրիշ ձև է գրված։ Գրված է սովորեցրու մեզ այնպես հաշվենք մեր օրերը, որ իմաստության սիրտ ձեռք բերենք։ Գիտեք հետաքրքիր ինչն է։ Այստեղ խոսքը խոսում է ժամանակը արժեքավորելու մասին։ Այսինքն սովորեցրու մեզ ընենց դասավորենք մեր ժամանակը, ընենց ապրենք, ընենց հաշվենք մեր ժամանակը, որ այդ ժամանակը հատվածում իմաստուն սիրտ ձեռք բերենք, այսինքն ժամանակի հետ իմաստությամբ վարվենք։ Սերես, գիտես, որ դու ժամանակի հետ պետք է իմաստությամբ վարվես։ Ամեն։ Գիտես, որ ժամանակի հետ պետք է իմաստությամբ վարվես։ Ես վերջերս կոնկրետ իմ համար եմ ասում, ոչ մեկին չեմ ասում, իմ համար եմ ասում, իմ համար, կոնկրետ իմ անձի համար եմ ասում, ժամանակի անիմաստ վատնումը մեղք է, իմ համար եմ ասում, չգիտեմ դա քո վարակը վերցնես թե չէ, ժամանակի անիմաստ վատնումը մեղք է, այն ժամանակը, որ դու կարաս դնես, այսինքն ծառայեցնես Աստծո գործի մեջ, բայց դու վատնում ես անօրենության վրա, քեզ տանում է անօրենության։ Անցած ծառայությանն էր երևի խոսում էի Instagram-ով այդ բան թերթելուց, ամուսիններ իրար հետ նստած կաֆե, այսինքն թերթում են, հա, լիմոնի սոկ կխմես, հա, կխմեմ, հետո լիմոնի սոկ ա բերում, ասում է, «Էս ինչ», ասում է, «Դու ես ուզե», ես դες բան եմ ասել։ Գիտես խի ասում, որտեվ անիմաստ ժամանակ ուրիշ բանի մեջ ա եղել։ Ուրիշ բանի մեջ ա եղել, ինքը կնոջ հետ չի եղել, ընտանիքի հետ չի եղել, ժամանակը անիմաստ վատնում է։ Հետո ասում եմ, մի քիչ ինձի հնարավորություն տվեք, մի քիչ ինձի ժամանակ տվեք, ամեն ինչ փոխեմ։ Ծանոթ արտահայտություն եմ ասում, ժամանակ է պետք բան փոխելու համար։ Գիտես խի ես ուզում բան փոխես, որտեվ երբ որ քեզի այդ ժամանակը տրված էր, այդ ժամանակը ճիշտ օգտագործելու համար, ճիշտ օգտագործելու փոխարեն անիմաստ վատնել ես, հիմա էլ դաբավճնի կներես այդ բառի համար։ Պրոստը ուղղակի լավ է հնչում, հա, դաբավճնի ժամանակ ես ուզում բան փոխելու համար։ Գիտեք ինչա պետք, ինչի եմ նմանացնում։ Այս տարի աշխարհի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է գնում։ Ու գիտեք հետաքրքիրն ինչն է, մեկ է ժամանակ են ավելացնում, 90 րոպե խաղում են, բան չի փոխվել։ 90 րոպե խաղացել են, խաղը 0-0 է, բան չի փոխվել։ Այս ժամանակ են ավելացնում ու բոլոր ֆուտբոլի երկրպագուները, չնայած որ միայն Աստված է արժանի երկրպագության, բոլոր ֆուտբոլի չակերտավոր երկրպագուները սպասում են, որ այս այդ ժամանակի մեջ ինչ-որ մի հատ հրաշք կա եղնելու, որտև ժամանակ են ավելացրել։ Ժողովուրդ Աստված ամեն օր քեզ փրկության ժամանակը ավելացնում է, ապաշխարությանը ժամանակը ավելացնում է։ Ստեղ ես։ Եթե մարդը, ով որ հանդիսանում է այդ խաղի դադավորը, հա, այդ խաղի դադավորը ավելացնում է 10 րոպե, Աստված քեզ հավիդյան կյանք ավելացնում, եթե իր կամքի մեջ եղնես։ Ոչ մեկ քեզ այդքան ժամանակ չի տա։ Հալելույա։ Ես գիտեմ Տեր ուր ա տանում։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Եկեք իրար հետ մի տեղ կարդանք։ Եփեսացիս 5-րդ գլուխ 15-16 խոսքերը։ Եփեսացիս 5-րդ գլուխ 15-ից 16 խոսքերը։ Արթնայեցեք, թե ինչպես զգուշությամբ վարվեք, ոչ թե ինչպես անխելքներ, այլ ինչպես իմաստուններ, գնեցեք ժամանակը, որ օրերը չար են։ Հիմա կուզեմ ուշադրությունը դարձնես ռուսերենի վրա, ռուսերենում մենք հայերենում ասում է գնեցեք ժամանակը, ռուսերենում ասում է դարաժա временем, այսինքն գնահատելով ժամանակը։ Տեսեք, նորից կարդանք, զգուշացեք, զգուշությամբ վարվեք, ինչպես, ոչ թե ինչպես անխելքներ, այլ ինչպես իմաստուններ, այսինքն այդ ժամանակիդ վրա դող է, էլի, այդ ժամանակը ճիշտ օգտագործի։ Եթե դու ժամանակի վրա չդողաս, սիրելիս, եթե դու ժամանակը ճիշտ չօգտագործես,
Ոչ մի լավ բանի չես հասնելու։ Ոչ մի լավ բանի չես հասնելու։ Ուզում ես քեզ մի վկայություն պատմեմ։ Մի Աստծո հզոր մարդու մասին անձամբ իրանից եմ լսել, ասում է, երբ որ շփվում էինք իր հետ, մի բան ասեց, ասում է, երբ որ ես դժվար իրավիճակի մեջ էի, դժվար իրավիճակով էի անցնում, շատ դժվար իրավիճակով էի անցնում։ Ասում է, երբ որ մոտեց Աստվածաշունչը կարդալու, ասում է, մեկ է մի հատ sense ներսիցս մի բան եկավ։ Այսօր գնա հանգստացի, վաղը կկարտաս։ Ու այստեղ հարցը, հիմա դու իմաստությամբ կվարվես, թե հա բա ինչ կես տամ, այսօր հանգստանամ, հերիկա, այս շոկին ընենց եմ հոգնե, դուրս եմ եկե, չգիտեմ, գնացել եմ, շանը իջացրել եմ ներքև, հելել եմ, արդեն հոգնել եմ, շատ շոկ էր։ Վաղը կկարտամ։ Ու այդ վաղը դառնում է տասնյակ տարիներ։ Ու մեկ է հայլու մեջ նայում ես, որ ժամանակ արդեն քո օգտին չի աշխատում։ Ժամանակ էլ քո օգտին չի աշխատում։ Հատկապես այդ երևմա քույրիկների մոտ, որ փորձում են իրանց ջահելացնեն, չեն ուզում ամեն ժամանակ այդ ժամանակի մեջ այսպես իմաստուն ձևի, այսպես իրանց գեղեցկությունը գնահատեն։ Իրանք փորձում են հետ բերեն այն ժամանակը, մի վազեք այդ ժամանակի հետևից, չեք կարա հետ բերեք։ Ես հիշում եմ միտեղ մատ քույրիկ եկավ երիտասարդ, մոտ 80 տարեկան։ Գիտեք ինչ եմ ասում, առանց կատակի եմ ասում, ինքը նենց էր հարդարվե, սենց վուալյով, մեծ պցիլո, թե պանամա, հենց մդել այ, ու գիտես, նայում ես իրան ու հասկանում ես, որ ինքը իրան մոտ հլի ինքը դեռ իրա 16 տարեկան, հլա դեռ ես վերջի զանգի ավարտած կամ վերջի 10-րդ կամ չգիտեմ հիմա 12-րդ դասարանի այդ ֆոնի տակ է մնացել, ինքը չի ուզում ծերանա, ինքը չի ուզում, ինքը չի կարա հավատա, ինքը չի հավատում, որ այդ ժամանակը իր օգտին չի աշխատում։ Աստվածաշունչը ասում է, ծախու ժամանակ առեք։ Բայց դա դրա մասին չի վերաբերվում, սիրելիս։ Դու ինչ-որ բան ստանում ես։ Ամեն։ Արի իրար հետ մի հատ տեղ կարդանք։ Հետաքրքիր տեղ։ Կողոսացիս 4-րդ գլուխ 5-րդ խոսքը։ Տեսեք ինչ հիանալի տեղ է Աստվածաշունչ, ինչ հիանալի բան է ասում։ Իմաստությամբ վարվեցեք դրսինների հետ եւ ժամանակը գնեցեք։ Որպեսզի ավելի լավ հասկանանք, ավելի լավ բացվի, ռուսերեն տարբերակը կկարտամ։ Ասում է, այստեղ ասում է ժամանակը գնեցեք, ռուսերենում ասում է պոլզույաս временем։ Այսինքն ժամանակը օգտագործեք։ Գիտեք, որ կարդում ես, արդեն ավելի պարզ է դառնում, ինչ է նշանակում, իմաստությամբ վարվեցեք դրսինների հետ, օգտագործելով ժամանակը, ճիշտ օգտագործելով ժամանակը։ Սելիս մի բան չես հասկանում, որ մի բան ինձ ու քեզ չի ասում Աստվածաշունչը, կապ չունի ինչ ընթացքի, ինչ ժամանակի մեջ ենք, մենք պետքա դերսինների հետ, այսինքն աշխարհի մարդկանց հետ իմաստությամբ վարվենք, որբիզի շահենք։ Եթե դա մեր մեջ չեղնի, սիրելիներս, եթե մենք չունենանք այդ ժամանակի գիտությունը, որ ամեն բան արդեն հասել է, ավելի ճիշտ արդեն այսօր Հովգորն ասեց, արդեն անցել է իր այն վերջից, այն վերջի չգիտեմ որիորդ վերջի մեջ ենք մտել։ Եթե ես ու դու չունենանք այդ իմաստությունը, գիտես, վարվելու ենք նես, ոնց որ մեր եղբայրն էր վկայում, վաղը կկարտամ, վաղը կթարգեմ, վաղվանից էլ չեմ խմի, վсё, խոստանում եմ, վաղվանից էլ գողություն չեմ անի, վաղվանից էլ կնոջս չեմ դավաճանելու, այդ վաղը Սատանայի սուտն է։ Աստված ասում է հիմար այդ վաղը չես ունենալու։ Այսօր գիշեր հոգի տառնելու եմ։ Ես չեմ ասում, Աստծո խոսքն է ասում։ Այսօր գիշեր հոգի տառնելու եմ։ Ինչ ես մտածում, ամբարներս մեծացնեմ, լցնեմ, էսի ունենամ, էսի դիզեմ։
քո փրկության մասին մտածի, քո հավիտենականության մասին մտածի, քո ընտանիքի հավիտենականության մասին մտածի։ 5 տուն եմ ունենալու, 6-րդի մասին եմ մտածեմ։ Գիտես, իրականում Աստված խոսում է, Աստված կարա մարդուն, ով որ հիմա 5 տուն ունի, 6-րդի մասին խոսա։ 6-րդի համար խոսա, բայց մարդիկ էլ կան, որ կոնկրետ իրանց համար ասում է. վեր կաց, քո տնից, քո երկրից, քո հայրական օջախից գնա այնտեղ, որտեղ որ կասեմ։ Խեղճ Աբրահամ։ Աստված հենց Աբրահամին ասեց, գիտես չէ՞։ Աբրահամին ասեց, ուրեմն երկրիցը դուրս արի, ընտանիքիցը դուրս արի, հորտնիցը դուրս արի, ազգ ու բարեկամիցը կդրվի։ Գիտես խիա դենց ասում, որ մեկը չեղնի, որ հույսդ իրա վրա դնես, այլ որ մենակ Աստծու վրա դնես, սիրելիս։ Գիտես, Աստված ինձ ու քեզ հիմա առանձնացնում է ամեն ինչից, ամեն իրավիճակներից առանձնացնում է, որ միակ մեր ապավենը ինքը եղնի, սիրելիս, որ մեր միակ փրկությունն ու ապավենը ինքը եղնի։ Եթե ես ու դու չունենանք այս ժամանակի գիտությունը, սիրելիներս, վայ մեզ։ Ես խնդրեմ միացնեք։ Տեսեք ինչ ասում Աստվածաշունչը։ Դանիելի 2-րդ գլուխ, սա շատ կարևոր տեղ է, սիրելիս։ Դանիել 2-րդ գլուխ 21-րդ խոսքից։ Եվ նա է ժամանակները եւ ժամերը փոխողը, թագավորներ իջեցնողը եւ թագավորներ դնողը։ Նա է տալիս իմաստություն իմաստուններին եւ հանճար գիտնականներին։ Սելիս, գիտեք ինչ ա խոսում, այստեղ ինչի մասին ասում։ Կապ չունի ինչ իրավիճակների, ինչ ժամանակների մեջ ես, բոլոր ժամանակների իշխանությունը տրված է Հորը։ Երբ որ Հիսուսը խոսում է ժամանակների մասին, ասում է ձեր բանը չի իմանալ ժամերն ու ժամանակները, որ իմ հայրը արդեն իսկ ունի, արդեն իսկ սահմանել է։ Ձեր բանը չի իմանալ ժամերն ու ժամանակները։ Ժամանակ չկա, վազեմ, վաղը կտենանք, էլի, վաղը։ Ես իմ կյանքում մի իրավիճակ ա եղել, այնքան եմ ափսոսում այդ իրավիճակի հետ կապված։ Մի եղբայր կար, շատ մտերիմ իրար հետ շփվում ենք, Քրիստոսով եղբայր ու ինքը հիմա երկնքում է, ու մի օր խոսում ենք, ասավ, ինչ կեղնի այսօր արի մեր տուն մի հատ իրար հետ մի հատ կոֆե խմենք, մի հատ նարդի իրար հետ խաղանք, ասի ես նարդու ժամանակ չունեմ։ Գիտես խի, սուպեր դուխովնի էի։ Ես նարդու ժամանակ չունեմ, այդ ժամանակին գիտես ես կանեմ, ասավ այդ մարդու, այդ ժամանակը կունես, այ մարդ է դրա ժամանակը կունենաս, բայց ինչ գիտես, հետո ես ու դու իրար հետ ժամանակ կունենանք կոֆե խմելու, ասի ով, քեզնից դուս բաներ մի խոսա։ Հաջորդ օրը մեքենայով ավտովտար էր եղել ու ինքը գնացել էր երկինք։ Երիտասարդ։ Ես ինձ սկսեցի քննելը։ Այդ ժամանակ ես ում կարգավիճակում էի, դες չլինի Հուդայի կարգավիճակում էի։ Չլինի թե ոնց որ ընկին եկավ ու այն ժամանակի մեջ այն հասկանալով, գիտենալով թե դու իմ Տեր Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոս, թե դու ինչ ժամանակի մեջ ես, մենակ այդ կինը հասկացավ, թե դու ինչ ընթացք պետք է անցնես, ու եկավ ամենաթանկ գյուղով քո ոտները օծեց, արդսունքներով լվաց, մազերով է սրբեց։ Ոչ մեկ չգիտեր Հիսուսը ինչ ժամանակի մեջ է։ Բայց մեկի համար բացվել էր։ Չլինի թե ես այդ ժամանակ հայտնվել էի Հուդայի կարգավիճակի մեջ ու ասում եմ Տեր, ես նարդու ժամանակ չունեմ։ Ես ոչ նարդի եմ խաղում, ոչ բոլինգ եմ խաղում, ոչ բիլիարդ եմ խաղում։ Սուտա ժողովուրդ ջան, նարդել եմ խաղում, բոլինգ եմ խաղում, բիլիարդ եմ խաղում, այդ ամեն ինչի համար ժամանակ ունեմ։ Ունես չէ ժամանակ այգի գնալու, երեխեքին սիրելու, ժամանակ անցկացնելու, թորների տիրություն ունես, որ երեխեքդ գնան մի քիչ հանգստանան, այ ժամանակ ունես։
Բայց Աստծո խոսքը արտալու համար ժամանակ չկա։ Աղոթելու համար ժամանակ չկա։ Վգայելու համար ժամանակ չկա։ Թորներիդ կսիրես, երեխեքիդ կսիրես, ընտանիքիդ կսիրես, ինչ օգուտ։ Հետանոսներն էլ են նույնը անում։ Ես չեմ ասում, Աստծո խոսքն է ասում։ Ասում է ինչ օգուտ, ձեզ սիրողներին սիրեք։ Հետանոսներն էլ են նույնը անում։ Գիտես, ելիս մենք այնց ժամանակի մեջ ենք, որ Աստված ամեն մեկիս հետ, ամեն մեկիս կյանքում յուրովի խոսում է։ Եղբայրներից մեկին արդեն վգայել եմ, այսինքն չեմ վգայել, կոնկրետ ասել եմ իրան։ Աղոթում էի եկեղեցու համար, այս ժամանակների համար, ու Աստված կոնկրետ մարդկանց ցույց տվեց։ Կոնկրետ մարդկանց ցույց տվեց։ Ասում է երազիս հով հետ նստած խոսում ենք, հովը իմ համար Հիսուսի խորհրդանիշն է, երբ որ երազով տենում եմ։ Խոսում ենք, ասում է, այս մարդկանց կուղարկես Հայաստան, այս մարդուն կուղարկես, որ գա Մոսկվա, զոհաբերություն խոսա, հաջորդն է կուղարկես, որ գա Քարոզի։ Ու ես հասկանում եմ, որ կոնկրետ այդ մարդու համար այս ժամանակը հատվածում Աստված իրան բարձրացնում է, իսկ այն մյուսին տանում է Հայաստան։ Թե խիա դենց անում, չգիտեմ, ինքը գիտի։ Դրա համար եմ ասում, քո ժամանակը դու քո ժամանակը։ Դու ինքդ պետք է հասկանաս ինչ ժամանակի մեջ ես։ Որն է քո ժամանակը։ Գնալու ժամանակն է, թե մնալու ժամանակն է։ Խոսելու ժամանակն է, թե լռելու ժամանակն է։ Պարելու ժամանակն է, թե սկալու ժամանակն է։ Հիմա կասես, հավատացյալները սուկ չեն անում։ Հալելույա։ Դու ինչ-որ բան ստանում ես, երկրորդ մնացորդած, ներողություն, առաջի մնացորդած 12-ի 32-ում հետևյալ խոսքերն է։ Աստծո ժամանակների մասին է այստեղ խոսում։ Ասում է Իսաքարովի որդիներից մարդիկ կային, որ ժամանակի գիտություն ունեին, հասկանում էին ժամանակը։ Եվ ասում է գիտեին կոնկրետ, թե Իսրայելը ուր եւ երբ պետք է գնա։ Ոնց պետք է գնա, որտեղ պետք է գնա։ Թե Իսրայելը ինչ պետք է անի։ Դենց է գրված։ Գիտես, Աստված կոնկրետ մարդկանց ժամանակը հասկանալու իշխանություն էր տվել։ Մարդիկ կան նայում են երկնքին, աստղերին, ասում են եկուց լավ օր է եղնելու։ Երկինքը բաց է, մեր բարբառով ասած աստղերը ճկկրդում են։ Բայց Հիսուսը գիտես ինչ է ասում։ Վայ ձեզ, որ երկինքը քննել գիտեք, նայում եք երկնքին, հասկանում եք, որ վաղը լավ օր է եղնելու, կամ վաղը վատ օր է եղնելու, լավ եղանակ է եղնելու, եղանակը քննել գիտեք, բայց Աստծո նշանները չեք հասկանում։ Աստծո նշանները չենք քննում։ Գիտես խի, որտեվ ուշք ու միտքներս մեր չէ, ոմանց ուշք ու միտքը այս աշխարհում կատարված իրավիճակների վրա է։ Այս աշխարհում կատարված իրավիճակների վրա է։ Եթե իմ ու քո ուշադրությունը երկնքի վրա եղնի, մեր Տեր Հիսուս Քրիստոսի, կհասկանանք ամեն մեկիս կյանքում, որս ինչ ժամանակի մեջ ենք։ Հիմա ժամանակն է գնալու, թե մնալու։ Հիմա ժամանակն է վազելու, թե հանգստանալու։ Հարսանիք գնում եք ժողովուրդ։ Գնում եք հարսանիք։ Մի ամաչեք, Հիսուսն էլ էր հարսանիք գնում։ Ուրեմն Հիսուսը հարսանիք էր գնացը։ Բայց էլ իր ժամանակը չէր եկել։ Ծանոթ տեղ եմ ասում, Հովհաննես 2-րդ գլուխն է կարծեմ։ Ասում է Կապառնայում հարսանիք էր, Հիսուսը, նրա մայրը եւ նրա աշակերտներն էլ էին հրավիրված այդ հարսանիքին։ Ու հանկարծ նրա մայրը գալիս ու ասում է. «Լսի, հարսանիքի թե ժամանակն է»։ Այն լավ ժամանակն, ասում է, «Գինին բրձել է»։ Հիսուսը գիտեք ինչ էր ասում։ Կարճ կոնկրետ, իմ ժամանակը հələ չի եկել։
Մեկ է մայրը շանս չտվեց, ասավ ինչ որ ասի արեք։ Գիտես, ես նայում եմ, իմ Տեր Հիսուս Քրիստոսը իմ համար մեկ օրինակն է։ Նայում եմ ոնց էր անում, ոնց կաներ, ոնց կասեր։ Գիտես, բաներ կա, որ մենք մտածում ենք, թե դրա ժամանակը չի ելը։ Հիսուսն էլ ասեց իմ ժամանակը չի եկե։ Բայց իրավիճակներ կար, որ բերեց նրան, որ Հիսուսը այդ ժամանակի մեջ, որ դեռ Իրանը չէր, հəl իր ժամանակը չէր եկե, բայց այդ ընտանիքի համար ինքը այդ ժամանակը ճիշտ օգտագործեց այդ ընտանիքի փրկության համար, որ այդ ընտանիքը խայդարակ չեղներ, օգտագործեց ժամանակը այդ ընտանիքի համար, որպես օրհնություն հանդիսանելու համար։ Իմ ժամանակը հələ չի եկե։ Գիտես, իրավիճակներ կա, որ ագամայից մեզ ստիպում են, եթե մեզ թվում է, թե հələ մեր դեմը 2 ամիս կամ 3 ամիս ժամանակ կա, ու մեկ է իրավիճակը գալիս, ու դու հասկանում ես, որ ոչ 2 ամիս, ոչ էլ 3 ամիս, ոչ թե վաղը, այլ հենց հիմա պետք է անես։ Հենց հիմա պետք է անես։ Երկնքի երկրի արարիչը ծնվելա, մեկ է Աստված խոսում է Հովսեփել, հել, վեկալ երեխուն ու գնա։ Վեր կաց երեխուն, վեկալ երեխուն ու գնա ստեղից։ Տեր ջան, բա դու ժամանակների Տերն ես, դու ամենակարող Աստվածն ես, Աստված ես, դու չես կարա պահես, կարա։ Բայց կա Տիրոջ կատարյալ կամք։ Ամեն։ Բայց կա Տիրոջ կատարյալ կամք։ Գիտես էդի որնա, իրա խոսքին հնազանդվելը։ Մարդիկ կան սուպեր դուխովնի են, ասում են, չէ, իմ Աստված ինձի կարա ստեղ սենց պայի։ Ցավալի դեպք ասեմ սելիս, որ մեր սաղ ազգի ողբն է, երբ որ Աստված խոսացել էր հայ ազգի հետ, որ պետք է արևմտյան Հայաստանից դուրս գային, ովքեր որ դուրս եկան, Աստված գերբնական ձևով իրանց օրնելա, մինչև թորի ու ծորի իրանք լավ օրնված ապրում են։ Բայց մարդիկ կային, որ ասում են, չէ, մեր Աստված մեզի կպայի։ Մենք ընդունել ենք Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ, մեր Աստված մեզի կպայի։ Հետո ասում են, Աստված ջան, ուր է, երբ որ խորտակում էր կորած մի նավակ։ Երբ որ Տիրոջ ալիքները եկան ու քեզ հուզում էին հանեն, ասի, չէ, ես տեղ կմնամ, Աստված ինձի կպայի։ Սելիս ամեն մարդուս համար, տեսեք շեշտում եմ, ամեն մարդուս համար, Աստված առանձնահատուկ ու յուրահատուկ խոսում է ամեն մեկի հետ, լսող ականջ է պետք։ Լսող ականջ, որ լսես ու հասկանաս, դու ինչ ժամանակի մեջ ես, ու այս պայն Աստված քո համար ինչ է ասում։ Հալելույա, դու ինչ որ բան ստանում ես, փառք Հիսուսին։ Վերջի տեղը կարդանք, Մարկոս ավետարան, առաջի գլուխ 15-րդ խոսքից։ Ներողություն 14։ Եվ Հովանեսի մատնվելուց հետո Հիսուսը եկավ Գալիլեա, քարոզում էր Աստծո թագավորությունը ավետարանում եւ ասում, թե ժամանակը կատարվել է։ Եվ Աստծո թագավորությունը մոտեցել է, ապաշխարեցեք եւ հավատացեք ավետարանին։ Գիտես ես ինչի մասին է խոսում, որ էլ վաղը հասկացողություն չկա։ Արդեն կատարվել է, վաղը հասկացողություն չկա։ Մի հատ է կարդանք, Հովանեսի եւ Հովանեսի մատնվելուց հետո Հիսուսը եկավ Գալիլեա, քարոզում էր Աստծո թագավորությունը, թագավորության ավետարանը եւ ասում, թե ժամանակը կատարվել է, դենցա չէ գրված ժողովուրդ ջան։ Ճիշտ եմ կարդում։ Ամեն,
կատարվել է եւ Աստծո թագավորությունը մոտեցել է, ապաշխարեցեք եւ հավատացեք ավետարանին։ Գիտեք ինչի համար ասում։ Ուրեմն ավետարան, որ ասում եմ էսա։ Ստեղա, սրա մասին եմ ասում։ Հիմա ուզում ուշադրություն դարձնես։ Հավատացեք ավետարանին։ Դենցա չէ գրված։ Հավատացեք ավետարանին, ոչ թե NTV-ին, STS-ին, BBC-ին, Instagram-ով չգիտեմ ինչ բլոգերի, ես շատ գիտեմ ինչ, ասում հավատացեք ավետարանին։ Հալելույա։ Մանավանդ այս ժամանակա հատվածում, սիրելիս, ինձ ու քեզ պետք է հավատալ միայն ճշմարիտ Աստծո խոսքին, փառք Հիսուսին, հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, սել Աստծո ժողովուրդ ջան, Տերը օրհնի ամեն մեկիդ, արեք ոտիկ այնենք։ Հալելույա, դու ինչ-որ բան ստացար, ամեն, փառք Հիսուսին, ուզում եմ հարցնեմ, կա մարդ, որ նման եկեղեցին տանրապես չի եղել ու նման եկեղեցում առաջի անգամա, եթե այստեղ ես ձեր բարձրացում, բայց ոնց տենում եմ բոլորին ոնց որ ճանաչում եմ, փառք Աստծո, գոնե դեմքերով բոլորին ճանաչում եմ, Տերը ձեզի շատ օրհնի, սիրելի Աստծո ժողովուրդ ջան, օրհնված եմ ձեզանով, հիմա սիրելու ժամանակն է, հիմա շփվելու ժամանակն է, հիմա գալիս է թեյ ու սուրճ խմելու ժամանակը, ավելին ասեմ, այսօր որ դու բեմը դադարք տեսար, ասեմ, բան չի ասում, որ եկել է քո ծառայության ժամանակը, քո բեմ բարձրանալու ժամանակը, Աստծուն փառաբանելու ժամանակը, ամեն, հալելույա, երբ որ եթե ես նվագել իմանայի, հաստատ ձեզ ասում եմ, եթե կարենա ես դաշնամուր նվագեի, ով եղներ չեղներ, հետը աղվան աղբերս, մանեն, աղուն քուրը, ելով կա մեր փառաբանության քորիկներից, ալիք աղբերս, եթե ես դաշնամուր նվագել իմանայի, այսօր մենք կենտանի փառաբանություն կունենայինք։ Սիրես, ուզում եմ քեզ մի հատ բան ասեմ, այսօր կենտանի փառաբանություն չունեցանք, բայց կենտանի Աստված ստեղ էր։ Կենտանի Աստված ստեղ է։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, սերներս, հալելույա, փառք Հիսուսին, պարզի ձեռներդ վերցրու օրհնությունները գնանք իրար հետ շփվենք, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեր հետ եղնի հավիտյան, գնացեք խաղաղությամբ, ամեն։